Բարձր դատարան իմ գործընկերները թե մյուս ուժերից եւ թե մեր ներկայացուցիչները հստակ ներկայացրեցին եւ ըստ էության հիմնավորվեց մեր դիմումով ներկայացված պնդումը առ այն, որ այս միջոցառումը ոչ թե ընտրություններ էր, այլ իշխող քաղաքական ուժի, որը իրեն վերագրել էր պետության կարգավիճակը, պետության եւ քաղաքական ուժերի պայքար էր։ Այս պայքարում ոչ միայն հիմնահատակ ոչնչացվեց Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ ամրագրված հանրային իշխանությունների մարդու հիմնական իրավունքներով սահմանափակված լինելու սկզբունք նորմը, իդեմս իրավապահ մարմինների, իդեմս ինքնավար մարմինների, որոնք պարտավոր էին եւ պետք է առաջնորդվեին Սահմանադրության գերակայությամբ ու հարգեին մարդու հիմնարար իրավունքներից կարևորագույն քաղաքական իրավունք ընտրելու իրավունքը, այլ նաև ամենագրեհիկ ձևով դա արտահայտվեց հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ։ Ոչ միայն անհատական իրավունքի ոտնահարում էր, այլ նաև հավաքական քաղաքական իրավունքի ոտնահարում։ Եվ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովը անթակույց կերպով իր սահմանադրական առաքելությանը հակառակ հրապարակավ ներկայացրեց։ Եվ ի վերջո բարձր դատարան մեր բոլոր փաստարկները, մեր բոլոր ապացույցներն ու պնդումները այդպես էլ մենք չտեսանք ողջամիտ հակափաստարկներով առարկայական հակադարձում։ Ավելին, նույնիսկ առանձին դեպքերում հաստատվում էին մեր այդ պնդումները, երբ որ թե նախընտրական քարոզչության, թե պետական ռեսուրսի անխնա օգտագործման փաստերն էինք վկայակոչում եւ Սահմանադրական դատարանն էլ չբավարարեց մեր միջնորդությունները նույն սոցիալական, թոշակների եւ առողջապահական մասով որպես կարևորագույն ըստ էության պետական կաշառքի ձևի ուսումնասիրության առարկա դարձնել, մերժեցիք բարձր դատարան այդ տվյալները ստանալը, այնուամենայնիվ ես ուզում եմ հրապարակել պաշտոնական հրապարակված թվեր, Անահիտ Ավանեսյանը ասուլիսի ժամանակ մատնանշում է, որ 2000 ամփոփում եմ 2026 թվականի առաջին կիսամյակում հնչեցված թվերի համաձայն 66%-ն է կազմել առողջապահական ապահովագրական գումարի ծախսը, որը պետք է ամբողջ տարվա կտրվածքով իրականացվեր եւ առաջին եռամսյակում այդ թիվը կազմում է 14 միլիարդ դրամ։ Առաջին կիսամյակում ամփոփելով բարձր դատարան, մենք շարունակում ենք պնդել, որ խախտումները եղել են համակարգված, զանգվածային եւ պարբերական բնույթ ուղղորդված կենտրոնական իշխանության, քաղաքական իշխանության կողմից եւ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմության անհրաժեշտ մակարդակին բավարարող։ Լեգիտիմության դեֆիցիտը թույլ չի տալու այս իշխանությանը եւ հանրությանը հանգիստ մնալու։